Կրկին պրոշյանում ենք, այս անգամ խոստացված աջակցությունը փոխանցելու Մալխասյաններին։ Մեր հերթական այցը համընկավ ընտանիքի հոր Աշոտի մահվան տարելիցի հետ։ Նա ուղիղ 1 տարի առաջ հենց այսօրն է կյանքից հեռացել ու Մալխասյան ընտանիքի անդորը խաթարվել է։ Մեր կյանքը գլխի շուռ եկավ այն օրվանից, երբ որ իմացանք մեր տան լույսը հիվանդ է արդեն։ Այս ընտանիքին մեր զորակցությունը հայտնելու եւ նրանց հուսահատությունից փրկելու լավագույն տարբերակը նրանց կողքին կանգնելն էր ոչ թե խոսքով, այլ գործով։ Եվ հենց այս ամենաանհրաժեշտ պահին օգնության ձեռք մեկնեցին մեր մշտական ու հավատարիմ գործընկերները։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ երեխաները 3 բան խնդրեցին՝ հեռախոսներ, հեռուստացույց ու մահճակալ։ Փոքրիկների խնդրանքը բնականաբար շտապեցինք կատարել։ Նրանց հին ու մաշված մահճակալը նորով փոխարինեցինք Օրան բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Ժամանակակից գեղեցիկ ու հարմարավետ երկտեղանի մահճակալ էին ուղարկել երեխաներին։ Տանտիրուհին այնքան հավանեց, որ տեղն ու տեղը շտապեց հարդարել անկողինը։ Երեխաներս կունենան ակուրատնի մահճակալ քնելու համար։ Այդ ամեն ինչից ես շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ, որ այդ ժպիտը փոխանցեցիք նաև ինձ եւ իմ երեխաներին։ Եղեք լավն է։ Շատ ենք միասին։ Հա։ Մենք մուլտիկներ գնայինք։ Հաջորդիվ երեխաները բացեցին նաև հեռուստացույցը, որ իրենց էր հասցրել խաղահրապարակների կանաչապատմամբ եւ ռետինապատմամբ զբաղվող փոքրիկների համար անվտանգ ու առողջ միջավայր ստեղծող Arix Group-ը։ Երեխաների ուրախությանը չափ չկար։ Arix Group-ը նույնպես ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը, որոշեց մի փոքր ժպիտ պարգևել ձեր ընտանիքին նվիրելով հեռուստացույց, հուսով եմ, որ շատ կհավանեք։ Շնորհակալ ենք շատ։ Ես հեռուստացույց էի խնդրել, որտեղ մերը հիներ փչացել էր ու արդեն ունեցանք։ Հեռախոսներով երեխաներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Գագիկն ու Գևորգը արդեն սմարթֆոններ ունեն։ Փոքրիկների աչքերը երջանկությունից փայլում էին։ Ով էր ձեզանից ամենաշատը ուզում հեռախոս ունենալ։ Ես։ Եկել ես։ Բայց մենք երկուսիդ համար էլ բերել ենք ու հուսով եմ, որ շատ եք հավանելու։ Մեր գործընկեր Mobile Center-ն է ուղարկել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Իմ երազանքը հեռախոսներ, որ ես ինչ ուզենայի անեի, մուզիկներ նայի, քուրիկներիս հետ, աղբերներիս հետ։ Սա իհարկե միայն սկիզբն էր։ Մեր մյուս գործընկեր բազմոց գրուպն էլ նրբաճաշակ փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց էր ուղարկել ընտանիքին։ Այս նվերից ոչ միայն անակնկալի եկան փոքրիկները, այլև սկսեցին վիճել, թե որ մեկն է առաջինը վայելելու այն։ Էլեգանտ տեսք ուներ, կարելի ասել, շատ գեղեցիկ էր ինքը, հարմարավետ եւ որակյալ։ Իսկ ահա Արգավան Դեյեմը ոճային ու գեղեցիկ բազկաթոռ հասցրեց երեխաներին։ Այս բազկաթոռը կդառնա նաև մի անկյունում, որ տաթևիկը կարող է քնել վրան հանգիստ։ Արցախցի բարերար Գագիկ Սարգսյանն էլ գրասեղան նվիրեց փոքրիկներին։ Նրանք ոգևորված շտապեցին դարակներում դասավորել իրենց գրքերն ու տետրերը։ Նոր սեղանը ես կտնեմ երեխաների սենյակում, որ իրանք էլ թեկուզ դաս կանեն վրան գիրք, գրականություն, իրանց լավ կզգան իրանք այդ ամեն ինչը տենալուց։ Կահույքի ձատ շատ ավելի կարևոր էր բնակարանի հին ու մաշված պատերի առաստաղի վերանորոգման խնդիրը, որը ամենաառաջինը տան փոքրերին էր անհանգստացնում։ Հոր կիսատ թողածը ավարտին հասցնելու նպատակով նաև շինանյութ էին խնդրել։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ կարգին շինանյութ խանութների ցանցը։ Մերի ջան, տեղեկացանք, որ ցանկանում եք վերանորոգել տունը։ Մենք ձեզ համար բերել ենք ավազ, ցեմենտ եւ ներկեր։ Այսքանով չենք սահմանափակվում։ Ալբիլենտ հրաշքների աշխարհի կողմից ձեզ բերել ենք նվերքարտ եւ մեկ օր կարող են երեխաները զվարճանալ այդ ամենամեծ խաղասրահներից մեկում։ Առաջինը կանենք պատալոգը, բաղնիքը, այն ինչը որ իմ ամուսինը կիսատա թողը, մենք կլրացնենք այդ ամեն ինչը, այն որ ինքն էլ վերևից տենա ու ուրախանա, հպարտանա, որ կարող ենք էլ իր կիսատը մենք անենք, չընկճվենք, չնեղվենք։ Կանչում իմ հոպարներին եւ քեռիներին, տունը կվերանորոգենք աղբորս հետ։ Մալխասյաններին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ դրամական օգնություն էին բերել ընտանիքի ծախսերը փոքրինչ թեթևացնելու համար։ Մերի ջան, հասկանում եւ կիսում ենք ձեր վիշտը։ Ուժեղ եւ պինդ եղեք ձեր երեխաների կողքին։ Շնորհակալ ենք ձեզ, որ այս ամենամեծ դժվար պահին մեր կողքին եք։ Շատ շնորհակալ ենք։ Մերի ջան, առողջ եղեք, որ այս հրաշքներին հասցնեք իրենց նպատակին։ Հորը կորցնելուց հետո երեխաների վերքերը դեռ թարմ են, հոգեվիճակը խոցելի։ Ծանր կորուստը խորհեթք է թողել ընտանիքի բոլոր անդամների սրտերում։ Այդ նպատակով էլ Ժեստ հոգեբանական կենտրոն ընտանիքին հրավիրեց հոգեբանալոգոպեդական հետազոտության։ Նրանք նաև ստացան ընտանեկան համակարգային գնահատում։ Փոքրիկները վարքային թերապիայի եւ զգայական ինտեգրացիայի բոլոր պարապմունքները հաղթահարեցին։ Այսուհետ կանցնեն պարբերական թերապիաներ։ Հապա, գտնել ես։
Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ ապահովեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Երեխաներին հրավիրեցին ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով ու մանկական խաղահրապարակներով։ Երեխեք լողալ սիրում եք։ Այո։ Լավ ուրախանալու եք։ Շփտալու եք։ Հա։ Սպասելու ենք ձեր անկեղծ ժպիտներին մեզ մոտ, որ հավեսով ժամանց անցկացնեք։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Արդեն հաջորդ օրը ջրային գոտում արկածախնդիր երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, լիարժեք վայելելով յուրաքանչյուր պահը։ Օրվա վերջում ճաշակեցին նաև համեղ հյուրասիրությունը։ Բերգործընկերները Մալխասյաններին նաև սննդով օգնեցին։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմքշոյող բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Առողջ սննդի հարցն էլ հոգած Արձնի հոլդինգի ղեկավարությունը թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ բուժիչ հատկություններով մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել երեխաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարակ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ, մեծաքանակ էր օգնությունը։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել՝ հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, ամեն ինչ առողջ ու համեղ սնվելու համար։ Արաքս թռչնաֆաբրիկան տեղեկանալով եւ ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը, այսօր փորձեց մի փոքր օգսակից լինել ձեզ։ Արաքս թռչնաֆաբրիկան միշտ ձեր կողքին է լինելու։ Շատ շնորհակալ եմ ձեզ այս դժվար պահին մեր կողքին լինելու համար։ Անկեղծ եմ ասում, ես չէի սպասում, որ այս ամեն ինչը կարա մեր հետ լինի, այն ինչը որ մենք երազել ենք, ճիշտ է չենք ուզել, բայց Սուրանկյան հաղորդաշարումը եւ բոլոր բարելարները մեր երազանքը կատարեցին։ Չենք մոռացել նաև երեխաներին ժպիտ ու երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Փոքրիկներին ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել Ռուսկի բիսկվիտ ընկերությունը։ Տանեջ ամենաշատը սիրում է Էրիկը քաղցր ուտել եւ ինքը այդ ամեն ինչը տենալով շատ ուրախացավ, երևի թե ոչ մեկին մոտիկ չթողի։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով, նրանք նաև ֆինանսապես աջակցեցին ընտանիքին։ Ես բազմազավակ մայրիկ եմ, այդ ամեն ինչը ինձ շատ էր պետք գալու, նաև գումարը հետ կընկնի, կխնայենք։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէինք արել, կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր էինք տարել։ Այստեղ էլ օգնության հասավ Edit Print ընկերությունը։ Ինձ դուր եկավ բոլոր գրքերը, Հովհաննես Թումանյանի նկար, ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի գրքերը կարդամ։ Բարերարներից մեկն էլ, որ ներկայանալ չցանկացավ, Մերիին սպորտային հագուստ էր ուղարկել։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Աստված իրանց երկար տարիների կյանք տա, առողջություն տա, որ լիքը մեր նման մարդկանց կարողանան իրանք օգնեն եւ այդ մարդիկ կարիքից դուրս գան։ Մենք ինչ ուզել եք դուք բերել եք, հեռախոս, մաղճակալ, բազմոց, հեռուստացույց։ Ես ձեզնից այդ ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս անմասն չմնաց հերթական աջակցությունից։ Այս ընտանիքի խեղված ճակատագրի պատմությունը եթեր հեռարձակվելուց շատ չանցած անդադար զանգեր ենք ստացել տարբեր անհատներից, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպես կարող են օգտակար լինել երեխաներին։ Հաղորդումից ժամեր անց մարդիկ դրամական մեծ փոխանցումներ են կատարել Մերի բանկային քարտին ու սատարել արժանապատիվ այս կնոջը։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ մարիկին գումար են ուղարկում, իմ մարիկի աշխարհը թաշ չեն թողել։ Այդ գումարները կծառայեն իր նպատակին առաջնայինը տան բարելարումը պայմանները ստեղծելու համար։ Իսկ հիմա ամենագլխավորը։ Մերին մեր հաղորդման շրջանակում ստացավ նաև այդքան ցանկալի աշխատանքի առաջարկը Ակվատեկ ընկերության կողմից։ Դրա համար սա թերևս ամենասպասված աջակցությունն էր։ Չէի սպասում իմ աշխատանքի համար, որը դա իմ համար ամենակարևորն էր։ Ես շատ եմ ուզում որ աշխատանք ունենամ, որ ես կարողանամ ինքս իմ հարցերը լուծեմ, ինչ որ մեկի վրա բեր չդառնամ։ Մալխասյանների ընտանիքի պատմությունը եւս մեկ անգամ ապացուցեց։ Նույնիսկ ամենահուսահատ պահին, երբ թվում է, թե ամեն բան կորած է, կյանքը կարող է նոր անակնկալներ բերել։ Ինչպես ասում են, մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր։
Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։